Հարգելի հայրենակիցներ, ամփոփելով անցնող տարին դժվար է խոսել ձեռքբերումների մասին։ Անկամ եթե առկա են որոշ ձեռքբերումներ, ապա դրանք դառնում են առ ոչինչ, ազգային ինքնության դեմ ուղղված եւ հասարակության ծայրահեղ պառակտման ֆոնին։ Մենք ապրում ենք միֆերով եւ պատրանքներով, որոնք ստեղծված են 3 տասնամյակից ավել գործող այս քաղաքական համակարգի կողմից, որը վախերի, անզորության, ինչպես նաեւ պառակտման եւ միմյանց նկատմամբ ատելության սերմանման միջոցով մեր վարքը դարձնում է վերահսկելի, կառավարելի եւ ամենակարևորը կանխատեսելի։ Սա պարալիզացնում է ոչ միայն մեր վարքը, այլ նաեւ զրկում մեզ ապագայի նկատմամբ հավատից։ Հենց սա է պատճառը, որ այսօր խրախուսվում է ոչ թե իմաստ փնտրելը, մտածելը, վերլուծելը եւ երկխոսելը, այլ միայն քննադատելը եւ միմյանց անդադար վարկաբեկելը։ Խրախուսվում է ոչ թե գիտելիքը, միտքը, գաղափարը, այլ բացառապես տեղեկատվական բարձր աղմուկը։ Հետևանքը մեր աչքի առջև է հասարակություն, որին խեղդում են տեղեկատվական աղմուկի եւ տագնապի մեջ, որը սակայն իմաստի, արժեքի եւ մտքի հսկայական պահանջ ունի։ Երբ մարդիկ դադարում են տարբերել իսկությունը պատրանքներից, հասարակությունը սկսում է կազմաքանդվել։ Այլևս չկան երկխոսություններ, որոնց հիմքում ընկած է իմաստի եւ ճշմարտության փնտրտուքը։ Փոխարենը կան աղմուկ եւ անընդհատ վարկաբեկումներ, որի հիմքում ընկած է բացառապես միմյանց ոչնչացնելու անհագ ցանկությունը։ Այդպիսով նաեւ այսօր մենք մեծարում ենք բացառապես այն մարդկանց, որոնք զվարճացնում են մեզ, եւ ոչ թե նրանց, ովքեր արժեք են ստեղծում։ Հենց դա է պատճառը, որ շարունակ մեզ տրվում է մեր կյանքի եւ մեր ապագայի վերաբերյալ պատրաստի մոդելներ եւ պատկերացումներ, որտեղ խրախուսվում է բացառապես այն վարքը եւ այն մարդիկ, որոնք նպաստում են գործող քաղաքական համակարգի պահպանմանը եւ վերարտադրմանը։ Իսկ դրանից դուրս ցանկացած միտք, գաղափար եւ առավել եւս գործողություն ոչ միայն չի հանդուրժվում, այլ նաեւ վարկաբեկվում է։ Այս ամենի հետևանքով հասարակությունը ոչ միայն պառակտվել է, այլ նաեւ հեռացել քրիստոնեական արժեհամակարգից, այն արժեհամակարգից, որը հանրային համերաշխության առանցքն ու հիմքն է։ Այսպիսով, գալիք 2026 թվականին պետք է ունենանք համարձակություն հաղթահարելու մեզ պարտադրված միֆերը, տեսնելով եւ ճանաչելով իսկությունը։ 2026 թվականին մեզ կապանքների մեջ պահող վախերը պետք է փոխարինենք ապագայի նկատմամբ աստվածային հույսով, իսկ անտարբերությունը անձնական պատասխանատվությամբ։ Եվ ամենակարևորը, պետք է հրաժարվել մեզնից ակնկալվող, բայց մեր քրիստոնեական էությանը չհամապատասխանող եւ խորթ վարքից։ Միայն այս պարագայում հնարավոր կլինի հաղթահարել 3 տասնամյակից ավել գործող այս կործանարար քաղաքական համակարգը եւ հասնել հանրային համերաշխության, որի հիմքը կլինի քրիստոնեական արժեհամակարգը։ 2026 թվականը նաեւ պետք է դարձնենք ուժի եւ արդարության միահյուսման տարի, քանի որ ուժը առանց արդարության վերածվում է բռնության, իսկ արդարությունը առանց ուժի ուղղակի անօգուտ է։ Այսպիսով, անենք անհրաժեշտը, հետո հնարավորը եւ հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրագործում անհնարինը։ Շնորհավոր 2026 թվական։